Հենրիկ, շնորհակալ եմ, որ այս տարբերակով համաձայնեցիք 1-2 հարցի հետ կապված ձեր խոսքը փոխանցել։ Մենք տեսանք, թե նախ ինչպիսի ճակերտավոր ընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում, հայ համայնքը վանկարկումներով գոռում էր այն մասին, որ դադարեցրեք քաղաքական հետապնդումները, դադարեցրեք եկեղեցու դեմ արշավը։ Եվ դրան զուգահեռ այնտեղ լրատվամիջոցների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը Ալիևին առաջարկ է անում Արևմտյան Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղը մեկ հարթության մեջ դնելու։ Մոռանում ենք դուք Արևմտյան Ադրբեջան խոսույթը, մեր հերթին Լեռնային Ղարաբաղի վերադարձի իրավունք եւ այլն եւ այլն։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Ես կարող եմ փաստել, որ որևէ ձև չունի նմանություն Արցախի հիմնահարցը Ադրբեջանի այդ գոյություն չունեցող պնդումների հետ, այսինքն ինչ Ադրբեջանի, ինչ Արևմտյան Ադրբեջանի մասնախոսքը, մենք գիտենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասում է, որ փակ դռների հետևում նրան ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը եւ դա միջազգային հարց է եղել Արցախի ինքնորոշման իրավունքը մինչեւ օրվա կառավարիչների իշխանության գալը եղել է միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնվող եւ ընդունված հարց, որ պետք է այդ ուղղությամբ գնա եւ որևէ ձև, որևէ ուղղությամբ չի քննարկման ենթակա եղել, չի քննարկվել, քննարկման ենթակա անգամ չի եղել Արևմտյան Ադրբեջան հարցը։ Ալիևը իր երազում չէր կարող տեսնել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, անգամ Հադրութը կամ Շուշին ինչ է մնում Զանգեզուրի Միջանցքի մասին խոսեին կամ խոսեին Երևանի մասին, բանի Գյոչա իրանք կոչեին Սևանը եւ խոսեին Երևան լինելու մասին եւ սա սակարկումներ են, որը Նիկոլ Փաշինյանը անում է եւ այս սակարկումները վերելու են նրան, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանը ասի, որ մենք Երևանն էլ ուրեմն Երևանից էլ հրաժարվենք, որ դուք ինչ որ բանից հրաժարվեք, հետո այդտեղ են գնում իրանք, այսինքն եթե մենք պետք է անընդհատ ինչ որ բան սակարկենք իրանց պահանջների դիմաց, իրանք պահանջում են Սևանը, իրանք պահանջում են մեր սահմանադրության փոփոխությունը, իրանք պահանջում են մեր հայառաքելական եկեղեցու ապամոնտաժումը, իրանք պահանջում են, որ մենք բանակ չունենանք, իրանք շատ պահանջներ են, ամեն պահանջին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ինչ-որ նոր բան սակարկել, նա սակարկեց բանակցային գործընթացը, սակարկեց Արցախը, սակարկեց ճանապարհը, սակարկեց արցախցիների իրավունքները եւ այս սակարկման ուղղությունով մենք այսօր սենց սրընթաց շարժվում ենք դեպի չգիտես ուր, հա, բայց սա ադրբեջանական նարատիվներն են, որոնք բերվել են ներքաղաքական դաշտ Հայաստանի, որովհետև այդտեղ չկա որևէ հայանպաստ զարգացում։ Լավ, եկեք սենց նայենք, հա, եթե իրանք հրաժարվեցին Արևմտյան Ադրբեջանի եզրույթը օգտագործելուց, նրա դիմաց, որ մենք կոպիտ ասած սակարկենք արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, նրանք հաջորդիվ կարող են պահանջել, ասել, լավ, հիմա եկավ Սևանի ժամանակը, Սևանը մեզ տվեք, որտեղ դա էլ է մեր եղել, լավ, Ադրբեջան չի, բայց Սևանը մերն է եղել, տվեք մեզ, ուսեն շարունակ խնդիրները կարող են լինել։ Ասում է, սա նաև լեգիտիմ հող է նախապատրաստվում Հայաստանի վրա հարձակման։ Ես դրա հետ համաձայն չեմ, ես չեմ կարծում, որ Հայաստանի վրա իրանք հարձակվելու են այս բանը, որովհետև Հայաստանը կառավարում համար փոք չի պաշտպանում մեր շահերը եւ ինչի համար պետք է հարձակվեն մեր երկրի վրա, եթե մեր երկրի ղեկավարը իրենց ասում է խնդիր չկա, այս ամեն ինչից կարող եմ հրաժարվել ի օգուտ ձեզ, որովհետև եթե մենք հրաժարվում ենք 3000 տարի անընդմեջ այդ հողում ապրած մարդկանց իրավունքները պաշտպանելուց, մենք իրանց իրավունք ունենք, թողենք մենակ այս հարցի շուրջ ու ասենք, որ որպես պետություն մենք հրաժարվում ենք ձեր իրավունքներից։ Եվ մենք երեք տեսանք, որ ԱԱԾ-ն մտել էր Արցախի ներկայացուցչություն։ Միանշանակ այդ մարդը Արցախն է հանձնել, ինչ Արցախի ներկայացուցչություն մտնելու մասնախոսքը։ Տենց խնդիր չկա, որ մեզ պետք է միասնականություն հաստատել մեր երկրում, դա միակ լուծումն է Հայաստանի Հանրապետության։ Մենք պետք է վերջ տանք այս բաժանարար գծերին եւ այս բաժանարար գծերի մեջ նաեւ պետք է կարողանանք վերաիմաստավորենք ընթացքը, այդ վերաիմաստավորման մեջ պետք է մտնի այս ապաթիայից հրաժարվելը, ապաթիայից ժողովրդին հանելը, վերջ տալ Նիկոլ Փաշինյանի կառավարության որոշ ներկայացուցիչների թալանչի
թալանչիական գործողություններին։ Այժմ, հա, կուզում եք թալանչիական թալանին անդրադառնաք, բազմիցս խոսել եք Տիգրան Ավինյանի թալանից, խոսել եք տարբեր ներկայացուցիչների, խնդրեմ այս մասը։ Տեսեք, մեր երկրում ապրում է մարդկանց երկու իրականության մեջ են մարդիկ ապրում։ Կա նախարարական իրականություն, նախարար, ում անունը հիմա դժվար է նշեմ, ում անտոկոս $1 միլիոն գումար էին տվել բանկում, նախարար, ով ասում է, որ $200,000 տունը ինչ է, որ Սրբի Գալյանի վերջին հայտարարությունը 10 տարի հետո թո միլիոնանոց տները ունենան, բայց եկեք նայենք, որ իրանք պետական պաշտոնյա են, հա, մասնավոր, որ ասում են մենք լավ ենք սովորել, իրանք մասնավոր սեկտորում աշխատող չեն, լավ սովորած մարդիկ, թո Հայաստանը զարգանա, այնքան զարգանա, որ պետական պաշտոնյան կարողանա իրան $1 միլիոն տուն թույլ տա, բայց դու այսօր, որ նայում ես մարդկանց, մենք կարող ենք համադրել կառավարության ներկայացուցիչների, Ավինյան Տիգրանների եւ այլոց տները, ապրելակերպը սովորական շարքային քաղաքացու կյանքին։ Սովորական շարքային քաղաքացին Հայաստանում թույլ տալիս է իրեն $400,000 տուն առնի կամ $1 միլիոն վարկ վերցնի։ Ես նորից եմ ասել, թող այդ նախարարները, այդ անտոկոս վարկերը, ես ի նկատի ունեմ հենց այն նախարարին, ով վերցրել է $1 միլիոն վարկ ու այն բանկը ով տվել է իրան, թող կառավարությունը ոչ միայն կոռուպցիոն սխեմա գտնի այդտեղ, այլ նաև այդ $1 միլիոն վերցնի տանի տա մեր գյուղատնտեսներին, տանի սիլիտրը առնի իրանց, որովհետև այսօր Հայաստանում ապրում են մարդիկ, ովքեր շատ ծերին են հասցնում եւ իրանց համար $200,000 ամբողջ գյուղի համար մեծ գումար է, ոչ թե մի հոգու համար։ Պատկերացնեք Արցախայինը ինչ վիճակում։ Եվ այսօր Հայաստանում ապրում են մարդիկ, ովքեր կներեք այս մեջբերումը անելումը, բայց ես չեմ կարա չանեմ, որովհետև դա մեր քաղաքացիներն է վերաբերվում։ Ապրում են մարդիկ, ովքեր միսը ինչ որ միտեղից շաբաթը մի անգամ գումար են հայթայթում, աշխատում են, միս են առնում, այդ միսը դնում են տունը, բորշ են սարքում այդ մսից, հետո այդ միսը այդ բորշի մեջից հանում են, ճորկում են, կտրտում են, բլինչիկ են սարքում, որ իրենց երեխեք այդ համեն ուտեն, համեն, հասկանում եք, ու սրա հետ զուգահեռ իրականությունը, այդ միլիոնավոր դոլարների, որ իրենց համար $200,000 փող չի, իրականությունը այնքան անհամապատասխան է մեր երկրի, հա, Նիկոլ Փաշինյանն ասում է մենք լուրջ տնտեսական զարգացում ունենք։ Այդ տնտեսական զարգացումը որ շերտին է կապնում, իսկ որ շերտին չի կապնում։ Այսինքն եթե լավ մենք ԵԱՏՄ-ի տնտեսական առաջընթացի հաշվին, ԵԱՏՄ-ի տնտեսական, որ ԵԱՏՄ-ի, որը Սերժ Սարգսյանն է ստորագրել, որ Հայաստանը մտել է եւ Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցները ժամանակ ասում են, որ դա ստիպողաբար է եղել, որը ամբողջությամբ սուտ էր։ Այսօր Հայաստանի տնտեսությունը զարգանում է այդ ԵԱՏՄ-ի մեր ԵԱՏՄ-ի երկրների հետ ճիշտ գործընթաց կազմակերպելու հաշվին, հա։ Այդ տրամաբանությունը, որ $8 միլիարդ են վերցրել, ինչ որ բան են արել պաշտպանության համար, այդ է իրանց արածը, ինչ են արել այս 8 տարվա մեջ, եթե մենք այն հատվածները, որոնք պետք է պաշտպանեինք, չենք պաշտպանել, հա։ Այսինքն ոչ Արցախը կա, ոչ Հայաստանի 200 քառակուսի կիլոմետրը այսօր մեր տիրապետության տակ է։ Ինչն եք պաշտպանել այդ $8 միլիարդ, ինչ եք արել դուք, վերցրել եք, ինչ եք արել, եթե պաշտպանության մասով, եթե պաշտպանության մասով չի $8 միլիարդ մայրամ դուք, այսինքն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն տարին $1 միլիարդ մեր քաղաքացիների վրա արտաքին պարտքանես, տարին $1 միլիարդ, օրվա կառավարիչները գումար են վերցրել, երևի ըստ ամենայնի դրա համար էլ նրանց համար փող չի։ $200,000 ինչ է որ չունենան։ $200,000 ես ասում եմ, ես կողմ եմ, թող մեր նախարարները մենք տենց երկիր կառուցենք, որ $1 միլիոն տուն կարողանան առնել։ Բայց այսօր ես նորից եմ ասում, արդյոք համերաշխա երկու իրականությունները իրար հետ 120,000 հոգու անտուն թողած իշխանությունը, անտուն թողած կառավարությունը իրավունք ունի խոսալ նրա մասին, որ իրանց համար $200,000 տան համար փող չի։ Ես դրա հետ համամիտ չեմ եւ կարծում եմ, որ դա համահունչ չի օրվա իրականության հետ, հա, 120,000 անտուն մեր հայրենակիցներ, ովքեր իրանց տները կորցրել են, աղքատությունը անչափելի եւ մի ծերին հասցնում են ու կան մարդիկ, ովքեր $1 միլիոն բանկից գումար են վերցնում կամ Ավինյան Տիգրանները, ովքեր ասում են, որ
մենք 490,000 տուն ենք առնում մեր համար, կամ մի հատ 250,000 $, ամառանոց ենք առնում Սևանում, ինչ ա եղել որ։ Շնորհակալություն։